Ժորժան, Հայաստանում ամենուրեք կտրում են նպաստից, միայնակ մայրերին կտրում են նպաստից, թոշակառուներին կտրում են նպաստից, կռվող տղեկին պատերազմի մասնակից եւ առողջական խնդիրներ ունեցող կտրում են նպաստից։ Օրինակ մի պատմություն ինձ գրում է մի քաղաքացի, ասում է, որ մասնակից տղա 44 օրյա պատերազմի անշարժունակ պարբերաբար ստացել է նպաստ, հիմա կանչել են, ասել են դու առողջ ես, գնա ու կտրել են նպաստից։ Տղան չի կարողանում աշխատել առողջական խնդիրների պատճառով։ Շարժունակ չի, ասում են գնա դու առողջ ես։ Լավ, բոլորին կտրում եք նպաստից։ Շաքար ունեցող երեխեքին կտրում եք կարգից նպաստից։ Միայնակ մայրերին չեք տալիս նպաստ, կտրում եք, ասում եք քեզ չի հասնում։ Թոշակառուին կտրում եք, ասում եք 2-3 հազար դրամ ավել է ստանում, թոշակ ավելացրել ենք, չի հասնում։ Թոշակառուներին կտրում եք, սրան նրան կտրում եք, որովհետև անհիմն ինչ-որ տեխնիկական հարցերի պատճառով մեկը թուղթը չի կարողացել ժամանակին թարմացնի, որտեվ չի կարողանում գա սոցապ, որտեվ տարեցա եւ ունի խնդիրներ եւ դուք չեք գնում սոցապի աշխատողներ եւ ժամանակին չեք անում դա եւ բազմաթիվ տեխնիկական ու բյուրոկրատական հարցերի պատճառով չեք ուրեմն նպաստներից մարկած կտրում եք։ Լավ, հետո բա ի՞նչն եք ուզում ավելացնեք։ Նպաստները կտրում եք, որ պարգևավճարները ավելացնեք, աշխատավարձները ավելացնեք, հա։ Լսեցինք Նոր ուզում եք ապարատը պետական ապարատի աշխատավարձները ավելացնեք, բայց դրա հետ զուգահեռ ուզում եք ավելացնեք, ավելացրեք։ Դրա հետ զուգահեռ մի կտրեք նպաստներից մարդկանց, մի կտրեք միայնակ մայրերին, հիվանդություն ունեցող երեխաներին, հաշմանդամ ունեցող տղեկին, ովքեր որ հաշմանդամություն ունեն եւ պատերազմի մասնակից են, թոշակառուներին մի կտրեք նպաստից, էս ինչ եք դուք անում, լավ, ուզում եք մարդիկ թողեն այս երկրից բոլորը գնան, սա եք ուզում ի վերջո։ Ժորժան, ես Արման Ղուկասյանն եմ, Հանուն սոցիալական արդարության կուսակցության նախագահն։ Հանուն սոցիալական արդարության կուսակցությունը ամենօրյա կապի մեջ է ձեր հետ, մեր հայրենակիցների, ժողովրդի, քաղաքացիների հետ, ամեն օր ստանում եմ ձեր նամակները, շատ լավ գիտեմ ձեր հոգսերը, մեր բոլորի հոգսերն է դա, եւ բարձրացնում ենք իրական ժողովրդական այն օրակարգը, որը որ առօրյա կապ ունի ժողովրդի հետ, ժողովրդի հոգսերի հետ եւ ժողովուրդը ամեն օր առերեսվում է այդ խնդիրների հետ։ Փորձում ենք լուծենք այդ խնդիրները, բարձրացնենք։ Մենք պետք է լինենք պահանջատեր ու մնացած այն քաղաքական օրակարգը, որ ընդդիմությունը, իշխանությունը եւ մնացած ինչ որ ուժեր իրար մեջ փորձում են առհասարակ ինչ որ հարցեր պարզելու աթոռակռիվ անեն, այդ ընդհանրապես կապ չունի ժողովրդի հետ։ Ժողովուրդը 2026 թվականին մերժելու է այդ օրակարգը, մերժելու է այդ աթոռակռիվը, մերժելու է այն, որ այդ ուժերը առհասարակ ժողովրդի հետ կապ չունեն, ժողովրդի որևէ խնդրի մասին չգիտեն։